Բարի կիրակի, սիրելի ընկերներ, բարի կիրակի Թավշյա հեղափոխության նվիրյալներ, բարի կիրակի վարչապետի աջակիցներ և համակիրներ, ահա այսօր մեր Սուրբ Եկեղեցու վերազարթոնքի համար, վերանորոգման համար կատարվող մեր այս պատարակները, որ տեղի են ունենում Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցի տարբեր թեմերում, այս անգամ առաջինն էր, որ կոչվում է եպիսկոպոսական պատարակ, քանի որ պատարակիչ հայրն էր Արմավիրի թեմի բարեխնամ առաջնորդ Սիոն arczepiskopos Ադամյանը։ Իմիջայլոց պիտի ասեմ, որ ներկա էին Մայր Աթոռի միաբան Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը և Մերձբալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն arczepiskopos Միրզախանյանը։ Ի ուրախություն ճշմարիտ և իրական Հայաստանի այն նվիրյալների, որոնք պաշտում և սիրում են, փայփայում են իրենց Մայր եկեղեցին, այսօր մեկ քահանա, մեկ հոգևորական Արմավիրի թեմից ևս միացավ մեր իրական պայքարին, եկեղեցու բարենորոգման պայքարին, և այդ հոգևորականն է Արմավիրի թեմի Այգեշատ համայնքի հոգևոր հովիվ, Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը։ Մենք արդար ենք և մեր պայքարը աստվածապարգև է, ուստի սիրելի հայրենակիցներ, չկա նահանջ և դեպի առաջ, ինչպես միշտ դուխով։ Ուրեմն մենք առաջին հերթին մեր վարչապետի շնորհակալ ենք, որ այնքան ազնիվ գտնվեց, որ այն հարցերը, որոնք տարիներով գոյություն ունեին, բարձրաձայնեց։ Մենք ես կասեի ոչ թե այդքան միացել ենք, այլ մենք իր աջակցությունն ենք ստացել, որովհետև այն խնդիրները, որոնց մասին մենք այս վերջին օրերին խոսել ենք, դրանք մեր հոգևոր անվտանգությանն են վերաբերում, և մենք վստահ ենք, որ այդ հոգևոր անվտանգության հարցերը պետք է կարգավորվեն, որպեսզի մեր պետության և պետականության անվտանգությունը կարգավորվի։ Այսինքն խնդիրները, որոնց մասին բարձրաձայնել է վարչապետը, նորություն չէին ձեզ համար, դրանք տարիներով եկեղեցում կուտակված ոչ միայն մեր համար դրանք չէին բարձրաձայնվում։ Այո, եկեղեցու ներսում մենք շատ ենք բարձրաձայնել, այնպես չէ, որ մենք չենք խոսել, ու հանկարծ մի օր մենք խոսեցինք։ Մենք միշտ այդ հարցերը բարձրացրել ենք, բայց երբ որ գալիս է մի պահ եւ տեսնում ենք, որ այդ հարցերը չեն լուծվում, արդեն մենք դիմում ենք մեր հասարակության աջակցությանը, որպեսզի միասնաբար այս խնդիրները բարձրացնենք։ Ինչ վերաբերում է միացողներին, ես կարող եմ ասել, որ լուր մենք շատ միավորվողներ ունենք, որոնք ամեն վայրկյան սպասում են հարցերի դրական լուծմանը։ Կաշկանդված են բացահայտ միանալ։ Ամենայն հավանականությամբ, այո, որովհետև դեռ մարդիկ իրենց համար պիտի ճշտեն այդ քայլին գնալու, որովհետև այստեղ ոչ թե Էջմիածնի կամ ամենայն հայոց կաթողիկոսի դեմ է, սա միշտ պիտի շեշտենք։ Մեր գործողությունները հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի են և հանուն ամենայն հայոց կաթողիկոսության։ Արդյոք եկեղեցու խնդիրները լուծվում են կառավարությունում, որ դուք գնացեք։ Ուրեմն տեսեք ինչ եմ ասում ձեզ։ Բացեք մեր պատմության էջերը, ձեզ դուր գալիս էր, որ մեր եկեղեցուն միջամտում էին ցարական կայսրությունը, պարսկական շահերը, սուլթանները, չէ, արաբական խալիվատները, չէ, ինչ է եղել։ Մենք ենք, մեր պետությունն է, մեր կառավարությունը, մենք ենք ընտրել, վաղը կընտրենք ուրիշ կառավարություն, այդ ուրիշ կառավարությունը թող գա եկեղեցու հետ միասին բոլոր խնդիրները լուծել։ Ես անձամբ կողմ եմ, որպեսզի մենք միասնաբար մեր հարցերը լուծենք։ Այդ ինչպես է, որ մեր հասարակությանը վերաբերող խնդիրներ են լինում, մենք ուզում ենք, որ միասին լուծենք։ Եվ սիրելի ժողովուրդ, եկեք փոխենք մեր մոտեցումը։ Տեսեք, ես անսահման մտերիմ եմ եղել մեր նախորդ իշխանությունների հետ։ Վաղը գա նոր իշխանություն, որտեղ ես իշխանությունը պետության եւ պետական ծառայության հետ եմ միավորում։ Եկեք փոխենք այս մոտեցումը։ Մեր իշխանությունները եթե մի օր սխալներ էլ անեն, մենք ոչ թե չգիտեմ ինչ կերպով դատապարտենք, եկեք օգնենք իրար։ Հասկանում եք։ Այդ երկխոսությունը ասում է, հստակ ասել է դեռ ամիսներ առաջ, ասում է պետք է գնանք Վեհարանվեհի։ Սիրելիս, ես ներսից եմ գալիս։ Տասնյակ անգամներ եմ փորձել այդ երկխոսությունը։ Եթե դուք մտածում եք Էջմիածնի ներսում պատրաստ եք, դուք սխալվում եք։ Եկեղեցին առաջինը պահանջեց աշխարհիկ իշխանության ղեկավարի
վարչապետի հրաժարականը։ Իդեպ 2 տարի անց երբ որ Դե արդեն- Գարեգինին հարցրին արդյոք դուք շարունակում եք պահանջել, ասաց որ մեր հայրապետական կոչը ժամանակով սահմանափակված չէ։ Ուրեմն եկեք այլևս դրան չանդրադառնանք, որովհետև 2021 թվականին տեղի ունեցել ընտրություններ, 2026 թվականին թող տեղի ունենա խաղաղ ընտրություններ, խաղաղ մթնոլորտում, ինչ կլինի, մենք եկեք նայենք այլևս ապագային։ Մնացածը ես մեկ անգամ եւս ցանկանում եմ այս վերջին խոսքով ավարտենք, դուք եք մրսել, դուք եք մրսում վեհապար հայրապետին այսօր էլ պատրաստ է վարչապետը երկրի ընդունել, իրեն հետ խոսել եւ այո անձամբ է ասել, ընդունել, խոսել եւ նրա հետ քննել եւ իր հանգստի կոչվելու եւ հետագա մայրաթորին վերաբերող եկեղեցին վերաբերող բազում հարցեր, որովհետեւ լեցուն խնդիրներ կան։ Միայն կաթողիկոսի հրաժարականով հարցը չի լուծվում, որովհետեւ այնտեղ կան շատ հարցեր եւ այդ հարցերը կարող են լուծել այսօրվա գործող ամենայն հայոց կաթողիկոսը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Արձագանք ինչպիսին է եղել ամենայն հայոց կաթողիկոսի կողմից։ Առայժմ դեռ Բայց դուք իրեն փոխանցել եք։ կարծում եմ փոխանցվել է։ ունեն երեխաներ, այդ թվում նաև ձեր անվան հետ կապ։ Գիտեք ինչ կա, արդեն ես այդ մասին շատ պատասխանել եմ, չեմ ուզում։ Ներողություն, ասացիք չի ընդունել վեհապար հայրապետ այդ առաջարկը, այդ հրավերը վարչապետի։ Ես անկեղծորեն տեղյակ չեմ։ Վեհապար հայրապետը ժամանակին չի ընդունել, երբ որ ամիսներ առաջ, շատ ժամանակներ առաջ դիմում էինք, ասում էինք, հանդիպեք, խոսեք, այս ամբողջ ընթացքում գուցե նա ցանկացել է, բայց միշտ կարծեք թե ինչ որ մի ուժ, ինչ որ մի տեղից կարծեք դա խանգարել է։